Այսօր ես կհրապարակեմ ձայնագրություն, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողների մասնակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Խոսքը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, հիմա ես միացնեմ և հետո նաև կպարզաբանենք։ Եղեք ջան վաղը ժամը 5-ին մեր Կարմիր ակումբի հրապարակում պիտի հավաքվեն երկու կուրսին էլ վերաբերվում է։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, չի բացառվում, որ չկարողանան գալ։ Նրանք ովքեր շատ հեռվից են գալի, հնարավոր է խնդիր չկա, ասենք, մի քանի հոգու բացակայություն ոչինչ, բայց նրանք ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու նամանավանդ քաղաքի բնակիչներ, խնդրում եմ, ես էլ եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ուղղակի այնպես չանեք, ինձ հանձնարարել եմ, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք, այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինության երեսը բարձրանեմ, դուք էլ իմ։ Հա, երեխեք ջան, մոկացա ասեմ, համիկ կա լինելու, ինչու չէ, համեկը կվայելեք, կդիտեք, դար ժամանակ անցկացնեք, ուղղակի չգիտեմ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինենք։ Դրա համար է հանձնարարված, որ բոլորիս ներկայությունը պարտադիր լինի։ Հիմա այս ձայնագրության կեսից ուսանողները հարցնում են և ասում են, որ գիտենք, որ Փաշինյանն է գալու և այստեղից նորից էլի շարունակում է այս դասախոսը, նաև կասեմ նրա մասին, թե նա ով է։ Մարտին ջան, ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք, ասվել է, գնում ենք հրապարակ, եղավ։ Վիտալի ջան, ով, որտեղ, երբ գնա, չգնա, ժամը 5-ին հրապարակ, ինչքան դժվար ընկալեցիք, ինչ-որ ասեցի, ասում եմ մի քաղաքականացկեք, ոչինչ ավելորդ բաներ մի գրեք, իմ ու ձեր քննարկելունը չի, գալիս է ուղա գնում, ինչ ամ հասկացանք, գիտեք ձեր մեջ, ես ասում եմ մի քաղաքականացկեք, մի քննարկեք, դուք նորից շարունակում եք գրել, թե ու որտեղ երբ է գնում։